Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Էլիզը, զգալով, որ Մագդան օրեցօր ավելի է կապվում Նորոյի հետ, սկսում է անհանգստանալ։ Նա զգում է, որ այս կապը կարող է խափանել իր ծրագիրը, խաթարել այն շղթան, որը ինքը երկար ժամանակ է գործի է դրել։ Եվ այդ պահին նա որոշում է դիմել իր ամենահին, բայց երբեք չսպառվող զենքին՝ ստախոսությանը։ Նա մտածում է մի նուրբ, բայց խորամանկ մանևր, որի նպատակն է խզել Նորոյի և Մագդայի միջև ծնվող կապը, այնպես, որ Մագդան ինքը հիասթափվի։ Էլիզը դիմում է իր մտերիմ ընկերուհուն Հասմիկին։ Նա խոսում է նրա հետ, առաջարկելով հնարավորություն, որը Հասմիկը վաղուց էր երազում։ Էլիզն ասում է, որ ինքն ամեն ինչ կկազմակերպի, այնպես, որ Հասմիկը ու Նորոն հանդիպեն միմյանց։ Պետք չէ որևէ բարդ բան անել, պարզապես ներկայանալ ու փորձել հաշտվել։ Հասմիկը սիրահարված ու հուզված առանց մտածելու համաձայնում է։ Նրա աչքերի փայլը վկայում է, սիրտը դեռ սպասում է Նորոյին։ Նա պատրաստ է անել ամեն ինչ Նորոյին վերադարձնելու համար։ Էլիզի համար սա հենց այն է, ինչ պետք էր։ Այս ամբողջը նա պատկերացնում է այնպես, որ Մագդան իմանա այդ հանդիպման մասին, տեսնի, լսի, հիասթափվի և իր զգացմունքները խառնվեն։ Եվ ինչպես նա ծրագրել էր, այնպես էլ ամեն ինչ տեղի է ունենում։ Իրադարձությունները զարգանում են այնպես, որ Մագդան տեղեկանում է Նորոյի և Հասմիկի հանդիպման մասին։ Նա չի անում աղմուկ, բայց ներսում մի բան կոտրվում է։ Նրա հավատը Նորոյի հանդեպ խախտվում է, սակայն զարմանալին այն չէ, որ Մագդան վիրավորվում է, այլ այն է, որ նա այս անգամ լռելու փոխարեն հոսում է։ Նա գնում է Արշակի մոտ ու բացում սիրտը, ասում է, որ եթե նախկինում պարզապես ենթադրում էր, որ Էլիզը անհասկանալի պատճառներով թաքնված բաներ ունի, ապա հիմա արդեն կոնկրետ փաստ ունի, այլևս կասկած չկա։ Էլիզը մտել է իրենց տուն կոնկրետ նպատակով։ Մնում է պարզել, թե ինչ։ Նա ստում է, մանիպուլացնում է ու խաղում է մարդկանց զգացմունքների հետ։ Մագդան մանրամասն ներկայացնում է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել, ինչպես է Էլիզը ներգրավվել այս հարաբերությունների մեջ և ինչպես է փորձում ամեն բան քողարկել։ Արշակը լսելով այս ամենը այս անգամ անտարբեր չի մնում։ Նա հավատում է Մագդային, այդ հավատը գալիս է տարիների կապից, քույրական օրին վստահությունից։ Նա կանչում է Էլիզին արդեն հաստատ որոշում կայացնելու մտադրությամբ, բայց նախքան գործողության անցնելը տալիս է վերջին հնարավորություն։ Ասում է նրան, որ եթե նա պատրաստ է վերջ դնել ստերին, բայց խոսել, ապա ինքը կմտածի, որ Էլիզը պարզապես երիտասարդ է, սխալվել է ու հիմա հասկացել է։ Սակայն եթե նա շարունակի իր վարքը, ապա Արշակն այլ կերպ է խոսելու։ Այդ խոսքի տակ զգացվում է հստակ նախազգուշացում, թաքուն, բայց կտրուկ։ Միևնույն ժամանակ Նորոն ևս բացահայտում է, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Նա հասկանում է, որ այդ հանդիպումը, որը թվում էր որպես պատահական հնարավորություն, իրականում Էլիզի կազմակերպած ներկայացումն էր։ Նրա ներսում զայրույթ է ծնվում, զայրույթ խաբեության, մանիպուլյացիայի և բացարձակ անազնվության դեմ։ Նա սպասում էր, որ մի պահ կգա, երբ Էլիզը կբացվի, բայց այս ամենից հետո նա արդեն վստահ է։ Էլիզը ոչ միայն լռում է, այլև շարունակում է ամեն ինչ թաքցնել։ Այնինչ Էլիզը այդ ամենի մեջ շարունակում է լռել, նա ոչ մի խոսք չի ասում, չի բացատրում, թե ով է այդ ընտանիքը իր համար, ինչ է իրականում տեղի ունեցել անցյալում և ինչու է նա այս ամենը անում։ Նա դեռ պահում է բոլոր պատասխանները իր ներսում, նույնիսկ հիմա, երբ ճնշումը հասել է իր գագաթնակետին։ Եվ այդ լռությունը ավելի քան ցանկացած խոսք վկայում է, որ ամենակարևոր ճշմարտությունը դեռ չի ասվել։ Հարգելի հետևորդներ, երբ բացահայտվի Էլիզի ով լինելը, արդյոք Մագդան կհավատա, որ Նորոն կապ չի ունեցել այս ամենի հետ և չի իմացել Էլիզի պլանների մասին։ Գրեք մեկնաբանություն։